2025 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Հայաստանում գրանցվել է բենզինի 0,1% գնաճ և դիզելային վառելիքի 0,1% գնանկում։ 2025-ի դեկտեմբերին 2024-ի դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 0,8 և 0,9%-ով։ 2025 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի Հանրապետության պետբյուջեի եկամուտները կազմել են 2,579 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 13,7%-ով։ Միևնույն ժամանակ պետբյուջեի ծախսերը կազմել են 2,844 միլիարդ դրամ, ինչը 2024-ի համադրելի ցուցանիշը գերազանցում է 13,7%-ով։ Տվյալները ներկայացրել էր վիճակագրական կոմիտեն։ 2025 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը վճարել է 8,6 միլիարդ դրամ հարկ ու տուրք, նախորդ տարվա համեմատ այս թիվը աճել է շուրջ 64%-ով։ Աշխատավարձային վճարումները կազմել են 9,5 միլիարդ դրամ 8,5% աճով։ Ցուցանիշները գերազանցել են նաև 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։ Տվյալները ներկայացրել է ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ 2025 թվականի դեկտեմբերին Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 3,3%, ամենաբարձր գնաճը գրանցվել է սննդամթերքի շուկայում տարեկան 4,3% և ամսական 2,9%։ Միաժամանակ տարեկան կտրվածքով բանջարեղենի գները նվազել են 7,5%-ով, սակայն ամսական աճել են 12,5%-ով։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բիզնես վարող երկրները Միացյալ Նահանգների հետ գործարքների դեպքում կենթարկվեն 25% մաքսատուրքի, որը ուժի մեջ է մտնում անմիջապես։ CNN-ի գնահատմամբ քայլը հատկապես կարող է հարվածել Չինաստանին։ Սպիտակ տունը դեռ չի հստակեցրել մաքսատուրքերը կվերաբերեն միայն ապրանքներին, թե նաև ծառայություններին։ Եվրամիությունը կարող է մինչև փետրվարի 24-ը ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Այն կներառի մի շարք ապրանքների արտահանման արգելք, ռուսական նավթային լցանավերի սպասարկման սահմանափակումներ և պարարտանյութերի ներմուծման կրճատում։ Գերմանիայի ստորգետնյա գազապահեստարանները ներկայում լցված են 48,3%-ով, ինչը հունվարի սկզբի համար վերջին տարիների ամենացածր ցուցանիշն է։ Այս մակարդակը ցածր է նույնիսկ 2022 թվականի ցուցանիշներից, երբ երկրում էներգետիկ ճգնաժամ էր սկսվել։ Սա մտահոգություններ է առաջացրել էներգետիկ անվտանգության առնչությամբ։ Նախորդ տարի կիսահաղորդիչների համաշխարհային շուկայի եկամուտը աճել է 21%-ով, հասնելով 793,4 միլիարդ դոլար։ Nvidia-ն պահպանել է առաջատար դիրքը և դարձել է առաջին չիպ արտադրողը ավելի քան 100 միլիարդ դոլար տարեկան եկամուտով։ Շուկայի աճի հիմնական շարժիչը շարունակում են մնալ արհեստական բանականության համար նախատեսված չիպերը։ Ինչ ասել է պրոֆեսիոնալ բանակ։ Պաշտպանության նախարարի պատասխանը բանաձևի նման է։ Պարտադիր ժամկետային զինծառայությունը օրենսդրական պարտականություն է, իսկ պրոֆեսիոնալ բանակի հետ իրենց կյանքն են կապում զինվորները 5 տարի, գուցե 10-20։ Զինվորականը, երբ որ ներգրավում է ժամկետային զինծառայության, որքան էլ ինքը իր գործում լինի ունակ, պաշտպանունակ, պատրաստված, իր աշխատանքը պրոֆեսիոնալ չէ։ Այլ բան է, երբ որ մարդը իր կյանքը կապում է բանակի հետ, այդ մարդիկ համարվում են պրոֆեսիոնալ։ Մենք ուզում ենք, որ բանակում ծառայող ցանկացած ոք կամ հիմնական հատվածը կորիզը կատարի պրոֆեսիոնալ աշխատանք։ Եթե ունենանք պրոֆեսիոնալ բանակ, ժամկետային պարտադիր զինծառայությունից կհրաժարվենք, Սուրեն Պապիկյանի պատասխանը միանգամից է՝ ոչ։ 5 տարի անց է, ըստ նրա, պրոֆեսիոնալ ասել է, թե իր կյանքը բանակի հետ կապած զինվորականի կողքին պետք է լինի պարտադիր ժամկետային ծառայող։ Առանց ժամկետային զինծառայության ես չեմ պատկերացնում Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունը, ավելին ես ժամկետային զինծառայությունը տեսնում եմ խողովակ, որի միջոցով նույն պաշտպան հայրենիք ծրագրով կհամալրվի մեր պայմանագրային զինծառայությունը և պրոֆեսիոնալ բանակը կհամալրվի ու կդառնա ամբողջական։
Քննադատությունների մասին, թե պարտադիր ժամկետային զինծառայությունը կես տարով կրճատելը հանգեցնելու է զինանձնակազմի նվազման։ Պապիկյանը թվերով է խոսում, պնդում, թե հնարավոր բաց է, որ բանակը կարող էր զգալ 1.5 տարի անց, հիմա արդեն կարողացել են կանխել։ Վերջին 2.5 տարվա ընթացքում պարտադիր զինծառայության զորակոչված ավելի քան 4200 զինվոր պայմանագրային է դարձել, ևս 900-ը հայտ են ներկայացրել։ Դուք նշեցիք թվեր, փորձագետների վկայակոչած, մենք հիմա արդեն իսկ խնդիրը լուծել ենք, եթե ձեր վկայակոչած թվերը իրական են։ Ես իրական թվերին չեմ անդրադառնում։ Մի կողմից Ադրբեջանը խաղաղություն է խաղում, մյուս կողմից ավելացնում ռազմական բյուջեն, լցնում զինանոցը։ Նրանց հետ մրցավազքի Հայաստանի կառավարությունը դուրս չի գա, բայց սա չի նշանակում, որ դադարեցնելու են սպառազինության ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, ասում է Պապիկյանը։ Ադրբեջանի ծախսերը իմ խնդիրը չէ։ Մենք չենք պատրաստվում մեր ողջ տնտեսությունը կամ էլ սպառազինության ձեռքբերմանը եւ ըստ էության տնտեսության քանդմանը, բայց միևնույն ժամանակ պիտի նշեմ, որ այն ձեռքբերումները, որը ոչ մի կերպ չեք ուզում տեսնել, դրանք իրոք լուրջ ձեռքբերումներ են եւ չի կարելի սրա հետ հաշվի չնստել։ Ինքնիշխան Հայաստանի հողերն այսօր էլ Ադրբեջանն օկուպացրած է պահում, ըստ պաշտպանության նախարարի այդ խնդիրն այնուամենայնիվ պետք է լուծի հայ-ադրբեջանական սահմանազատում սահմանագծումը եւ հարց հենց այստեղ։ Վերջերս ահազանգեր էին հնչում, թե Սև լճի հայկական դիրքերից մեկը հասնելու համար մեր զինծառայողներն անցնում են ադրբեջանական դիրքով, քիչ է, դեռ մի բան էլ թշնամու զինվորները նրանց ստուգում են։ Պապիկյանը հերքում է, ստուգում չկա, իսկ խնդիրը դեռ 2021-ից է առաջացել։ Դրանքը հետևյալն է, կամ պիտի այդ դիրքը թողնենք, կամ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը, որպես պաշտպանության նախարար, դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պիտի մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատված իջելու մեջ, մյուս ընտրանքը մեր զինվորները անցնում են ադրբեջանական դիրքի կողքով։ Ինչ վերաբերում է զինված ուժերի նոր համազգեստին, ապա փորձարկումների ավարտից, ինչպես նաև վերջնական հաստատումից հետո պաշտպանության նախարարը օրենսդրական նախաձեռնությամբ կգնա խորհրդարան, կառաջարկի այդ համազգեստի մասնավոր վաճառքը արգելել, զինվորի շորը մաշվի, պատռվի, պաշտպանության նախարարությունը հարցը կլուծի։ Հիմա էլ կարգով այդպես է, բայց մասնավոր դեպքեր էլ լինում են, ընտանիքն է համազգեստը հասցնում զորամաս։ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ առկա համակարգով 2% հետ վճարի ծրագրի շրջանակում քաղաքացիների գործարքների անձնական կամ բանկային տվյալները պետությանը չեն փոխանցվում։ Նախարարությունը կոչ է արել վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ չտարածել ապատեղեկություն։